ձեզ սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ առաքելությամբ կինը հաղորդաշարն է եւ ես Իզաբելս եւ այսօր շատ հետաքրքիր հյուր ենք ունենալու։ Ավրորա ինքնաճանաչման եւ զարգացման դպրոցի հիմնադիր, թվային աստղաբան, հոգեբան Լիլիթ Ալեքսանյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Ուզում եմ հենց առաջին հարցը ձեզ տալ, ինչպես սկսվեց ձեր ճանապարհը աստղաբանության եւ ինչն էր առաջին նշանը, որ սա ձեր առաքելությունն է։ Աստղաբանության հանդեպ հետաքրքրությունը սկսվեց դեռևս 2018 թվականից իմ ներքին հարցերի, իմ անձնական ճանապարհի բախումների, ինչ որ անպատասխան հարցերի ճանապարհը ուղղորդեց դեպի աստղաբանություն։ Հետագայում շատ ավելի խորանալու եւ այս մասնագիտությունը յուրացնելուց հետո հասկացա, որ նաեւ պետք է այն տամ այն կանանց, այն մարդկանց, տղամարդկանց եւս, որոնք ուզում են իրենց ինքնաճանաչման, ներքին խնդիրների, ինչու՞ չէ, նաեւ ժամանակի իրենց կառուցվածքը ճանաչել։ Լուրեր են պտտվում, որ աստղաբանությանը հավատում են նարցիզները։ Արդյոք դա իրականություն է, թե ոչ։ Սա շատ մակերեսային կարծիք է, քանի որ նարցիսը չի սիրում նայել իր ներսը եւ աստղաբանությունը հենց ներսի բախումների եւ ինքնաճանաչման գործիք է, իսկ նարցիսը հիմնականում այն կարող է օգտագործել ինքնագովազդի տեսքով, իսկ աստղաբանությունը դա ինքնագովազդի գործիք չէ, այլ ինքնաճանաչման եւ սեփական ներքին էներգիաներին ճանաչելու մեր այնց այդ կոմպասն է, այդ ուղեցույցն է, որը օգնում է մարդուն ավելի խորապես տեսնել իր ներսը եւ ընդունել այն, որ ամեն ինչ միանշանակ չէ։ Նարցիսը մի քիչ ավելի շատ է կենտրոնացած իր եսի վրա, եսակենտրոն է եւ կարող է աստղաբանությունը դիտարկել եւ կիրառել որպես ինքնագովազդի, այլ ոչ թե ինքնաճանաչման, եթե խոսում ենք կոնկրետ նարցիսների մասին։ Իսկ աստղաբանության շնորհիվ հնարավոր է փոխել ճակատագիրը։ Ճակատագիրը ոչ, քանի որ յուրաքանչյուր մարդ ծնվում է իր ուղեցույցով եւ ամեն մարդու համար իր ճանապարհը յուրօրինակ է։ Աստղաբանությունը ցույց է տալիս ժամանակացույց է եւ այն ներքին կառուցվածքը, որով մարդը լույս աշխարհ է եկել, հնարավոր եւ մարդու համար թե դժվար, թե հեշտ անցանելի ուղիները, որով մարդը կարող է ավելի ընդունել եւ ավելի ճիշտ դասավորել իր կյանքի ցիկլները, ճիշտ վերադասավորել իր էներգիաները եւ ավելի իր ինքնաճանաչման, այս կյանքի ճանապարհորդության փուլում ավելի հեշտ անցնել իր ուղին։ Աստղաբանությունը ճակատագրեր չի որոշում, աստղաբանությունը ճանաչել է տալիս մեզ ինքներս մեր հետ, սա կողմնացույց է ընդհանրապես, մարդը ազատ է իր ընտրության մեջ եւ կան հատկանշական երևույթներ, արարիչը շատ կատարյալ է ամեն ինչ ստեղծել, որ մարդը ծնվում է հենց այդ անգերազանցելի ակտիվներով, ծնված միջավայրից, երկրից, ընտանիքից, հարազատներ, ընկերներ, կան մարդիկ, ովքեր ուղղակիորեն չեն գալիս մեր կյանք եւ ոչ մի բան չի լինում ուղղակի։ Աստղաբանությունը օգնում է, որպեսզի ավելի կառուցվածքային եւ ճիշտ մարդկանց ընտրենք մեր կյանք, ճիշտ միջավայրում մեզ դրսեւորենք, լինում է չէ հաճախ, երբ որ մարդը ընտրում է մեկ մասնագիտություն, բայց մի ամբողջ կյանք ներքին պայքար ունի իր ընտրության հետ։ Աստղաբանությունը հիմնականում մարդուն ծանոթացնում է իր հետ, բայց ամեն մարդ ինքն է կերտում իր ճակատագիրը եւ իր կարման։ Դեպ ասացիք արարիչը, շատ մարդիկ չգիտես ինչու շփոթում են աստղաբանությունը, օրինակ այդ սատանիզմի հետ, երբ որ մարդիկ գուշակություններով են զբաղվում, շատ անգամ երբ որ ասում ես աստրոլոգի մոտ եմ գնացել, ասում են դու առաքելական եկեղեցուն դավանող մարդ ես, ո՞նց ես գնում, չէ, այդտեղ ո՞նց ես գնում, բայց ընդհանրապես կապ չունի բախտագուշակության հետ։ Ու ես ուզում եմ այդ կարծիքը, որ վերանա, որ եթե դու աստղաբան ես, ընդհանրապես կապ չունես այդ բախտագուշակության հետ։ Դա ավելի շատ գիտության հետ է, ճիշտ է։ Գիտեք, որպես այդպեսին, այս դեպքում էլ մարդը ազատ է կարող է մտածել
ինչպես որ ինքը տեսնում է այս կյանքը եւ չի կարելի ասել միանշանակ ինքը ճիշտ է թե սխալ։ Ամեն մարդ իր գործով է զբաղվում, իր կյանքն է ապրում եւ այս պարագայում անգամ բախտագուշակներին, մարդկանց, ովքեր որ վերցել են պատասխանատվությունը իրենց վրա, հենց այդ կարման, անցնելու այդ ճանապարհով որոշում կայացնելու ուրիշների կյանքի համար, պատմությունը ցույց է տվել, որ անգամ նման մարդիկ կան մեր պատմության մեջ եւ դեռևս կլինեն, կարծում եմ, հիմա էլ է շատ ակտուալ թեման։ Այն գործիքը, որով որ ես զբաղվում եմ, մարդը ունի մի յուրահատկություն, երբ որ գալիս ենք մի կետի եւ ժամանակի ընթացքում ինչ-որ բաներ են հերքվում կամ արգելվում եւ դա ունի իր տրամաբանական պատճառները, քանի որ մարդու ազատությունը սանձահարել է, մարդկանց կոդավորել է, մարդկանց առաջ արգելքներ դնել է, դա շատ ավելի խորը ծագում ունի եւ շատ ավելի բարձր կետերից է գալիս։ Ինձ համար աստղաբանությունը գիտության եւ արվեստի հոգու լեզուն է, մարդ, արարիչ, դիեզերք, էներգիա եւ այդ կապը այնքան գեղեցիկ է։ Ես չեմ կարող ասել, որ դիտարկում եմ միայն որպես գիտություն, չնայած նրան, որ հազարամյակներ անգամ, երբ որ կրոնները չեն եղել, աստղաբանությունը եղել է եւ աստղաբանության միջոցով են ապրել հազարամյակներ առաջ եւ ուղղորդվել դարեր առաջ։ Ժամանակի ընթացքում ճնշվել է աստղաբանությունը եւ հիմա նորից, եթե նկատել եք, շատ ակտուալ է դարձել, թվերի մասին խոսել է եւ էներգիաների մասին խոսել է։ Այո, մարդը կառուցվածքային թիվ է, էներգիա եւ հոգի։ Երբ որ մենք ծնվում ենք, մեր ծնված վարքյանից թիվ է դրոշմում, ստեղծված, արարվելու եւ մարդը ինչ որ մի ժամանակից ավել չի կարող մոր մարմնի մեջ ապրել։ Այդպես էլ կյանքում է ամեն մարդ իր չափաբաժինը ունի ապրելու եւ այդտեղ էլ է թիվ դրոշվում։ Եվ նաեւ էներգիաները, որոնք որ ամեն մոլորակ իր յուրահատկությունով, իսկ քանի որ մենք բոլորս կատարյալ ենք եւ նման իրար եւ այդքան տարբեր եւ ոչ մի մարդ չի կրկնվում, այս պարագայում եւս արարչագործությունը, մոլորակների եւ մարդու երկխոսությունն է, որպես գործիք աստղաբանությունը եւ ինքնաճանաչման գործիք է, գուշակության գործիք չի։ Աստղաբանությունը անունը ցույց չի տա ոչ ոքի, ասենք, չգիտեմ, ինչ է լինելու քեզ հետ, որտեղ մարդը ինքն է ընտրում իր հետ ինչ լինի։ Աստղաբանությունը նորից կկրկնեմ, ինքնաճանաչման գործիք է, ինքներս մեզ ճանաչելու, չկրկնվող եւ կրկնվող իրադարձությունների հատկանշական լեզուն հասկանալու, չէ՞, լինում է պահեր, երբ որ պատմություններ են կրկնվում, աստղաբանությունը կարող է հստակ տալ պատասխան, ինչու է քո մոտ անընդհատ պատմությունը կրկնվում նույն ձեռագրով, քանի որ մեր ուղին շատ տարբեր է եւ սցենարներն են տարբեր, բայց կարող է տարբեր սցենարներով նույն պատմությունը կրկնվել։ Աստղաբանությունը ցույց է տալիս ինչպես անել եւ յուրաքանչյուր հոգու համար որ ճանապարհն է ավելի հստակ, որպեսզի իր դասի մեջով անցնի եւ մի քիչ որ ժողովրդական ասենք դասը սովորի, քանի որ երբ որ դասը չես սովորում, պատմությունը կրկնվելու յուրահատկություն ունի։ Ինչպես բոլորս, ինձ թվում է դուք էլ ունենում եք թե վերելքներ, թե վայրեջքներ։ Ինչպես եք հաղթահարում դա։ Ոնց եք էլի այդ ուժեղ կերպարը պահած առաջ գնում։ Իդեպ հաճախ եմ ես ինձ թույլ տալիս լինել թույլ եւ այս դեպքում էլ եւս աստղաբանությունն ինձ շատ է օգնել այդ թուլության մեջ երկար չմնալ զոհի դերում։ Եվ ամենաառաջինը իմ կյանքի համար պատասխանատվությունը վերցնել իմ ձեռքը, քանի որ բոլոր թույլ իրավիճակների մեջ մարդը ունի մինիմում 3 ամենակարևոր կետերը՝ հարց տալ ինքդ քեզ, ինչի համար է այս իրավիճակը եկել իմ կյանք, գիտակցությունը միացնել եւ հասկանալ, որ ոչ մի բան ուղղակիորեն չի լինում եւ փնտրել դասը, ուղին, ինչի համար է սա տրված եւ ես այդտեղից ինչ պիտի սովորեմ։
շատ ավելի հեշտ է լինում այդ ճանապարհները հաղթահարել, քան երբ որ մենք սկսում ենք մեղադրել բոլորին, ժամանակի մեջ ենք դնում մեր խնդիրները կորցնելով ժամանակը, հույսներ դնում ենք ուրիշների վրա եւ այդպես ժամանակը մեր դեմ է աշխատում։ Ես սովորել եմ դա անել եւ այդ վայրեջքների ժամանակ, որոնք լինում են, երկար չեմ մնում զոհի կարգավիճակում։ Առաջ միգուցե չէ, առաջ շատ ավելի թույլ էր այդ կետը։ Հիմա բավականին կոփվել եմ այդ առումով եւ այս գործիքը ինձ շատ է օգնել նախ այն հարցում, որ աստղաբանությունը շատ է մոտեցնում մեզ, ինքներս մեզ, երբ որ մենք սիրում ենք մեզ, սիրիր քո անձը ինչպես քո մերձավորին, ինչպես քո անձը։ Սկսում ենք սիրել մարդկանց։ Երբ որ սիրում ենք մեզ, սիրում ենք մեր ժամանակը, մեր հողը, մեր կրոնը եւ ամենաառաջինը, ամենակարևորը շատ ավելի շատ ենք սիրում արարչին։ Ավելի մեծ պատասխանատվություն ենք վերցնում իր արարչագործության, մեր կյանքի, մեր ժամանակի, մեր մարմնի, մեր առողջության, մեր գիտակցության, երեխաների, ընտանիքի, ընկերների շատ հազարավոր պատճառներ կարելի լինել, ինչի համար կարելի է ուղղակի այդ գիտակցությունը պահել արթուն։ Շատ աղջիկներ, հիմա այս հաղորդումը նայելուց համոզված եմ, որ հետաքրքրելու այս հարցը կապված իրենց սիրո հետ եւ հարցս հետեւյալն է. կարող է ծննդյան քարտեզը ցույց տալ, թեև դու կհանդիպես քո ամենամեծ սիրուն։ Հնարավոր ժամանակահատվածը այո։ Քանի որ մենք ցիկլների մեջ ենք ապրում եւ ինչպես տիեզերք, այնպես մարդիկ ունեն իրենց ցիկլները համապատասխան։ Մարդը կարող է իր ճանապարհից շեղվել եւ անընդհատ մնալ նույն եզրագծի մեջ, այսինքն ցիկլը պատտվում է, վերևում ժամանակը ոչ մի վայրկյան չի սպասվում, բայց մարդը նույն անիվի մեջ է եւ այսպես կորցնելով իր ճիշտ ուղին, չգնային կետ, որտեղ որ կարող է իրադարձությունը կամ ճիշտ մարդը գալ, բայց նախ եւ առաջ պետք է բաց լինես, եթե մենք խոսում ենք սիրո համար, ցավոք սրտի հիմա շատ է զտվել սիրո մասին գաղափարը եւ ուղղակի որ ուզում են ամուսնանան, երեխա ունենան կամ ինչ-որ մեկ իրենց պահի, շատ տարբեր են լինում նախապայմանները եւ զապրոսները ամուսնական, ինչի համար են ուզում որ գա այդ մարդը։ Մենք սիրո մասին եթե խոսում ենք, ամենակատարյալ էմոցիայի, մարդը պիտի բաց լինի, մարդը պիտի սովորի նախ եւ առաջինը սիրել իրեն, որպեսզի սիրո էներգիա գա, քանի որ շատ հաճախ սիրո հակառակ կողմը կախվածությունն է, թաքնված վախերն են, մենակ չմնալու մոլուցքն է եւ դա կարող է նաեւ դրսեւորվել որպես սիրո դրսեւորում, բայց սիրո էներգիայի հետ շատ տարբեր բևեռներում են։ Անունը ցույց չի տա, հավանական էներգիաներին կարա ցույց տա այն դեպքում, երբ որ կապը տարատեսակ տեղերից կարող է Ճակատագրական մարդուն ճակատագրական մարդը այն մարդն է, ում հետ դժվար է, բայց դու աճում ես։ Կարմայական մարդը ըստ աստղաբանության այն մարդն է, որ դեռ նախորդ քո կյանքի ժամանակ քո հետ պայմանավորվածություն ունի, որ փորձեմ մաչելի լեզու բացատրել եւ այդ մարդկանց հետ լինում են արգելքներ, շատ դժվար անցանելի ուղի, բայց այդ մարդիկ շատ կարևոր հատկանշական դեր են խաղում յուրաքանչյուրի կյանքում։ Այն մարդիկ, ովքեր կարմայական հանգույցներին են կպած մեր ճակատագրի, հիմնականում այն մարդիկ են, որտեղ դու հասկանում ես պիտի չլինես, բայց կաս։ Հարցաշարից դուրս այնքան հետաքրքիր եք պատասխան, որ ուզում եմ մի հատ հարց տալ ձեզ։ Այսինքն ստացվում է այն մարդուն, որին դու հանդիպում ես ու ինքը քո ճակատագիրն է, ամեն ինչ այդքան հարթ չի ընթանում, ոնց որ ասվում էր, որ երբ որ իրան կհանդիպես, sense ամեն ինչ ավելի հեշտ կլինի, սահուն կլինի ու դուք տենց կլինեք երջանիկ։ Ուրեմն կա գիտակցական կապ, երբ որ մարդու գիտակցությունը արթուն է, այդ մարդը ինքնաճանաչման իր ճանապարհով անցել է եւ իր դարակները դասավորված են։
կա անգամ նման մարդկանց կյանքում, բայց կարող է դա լինել ճակատագրական կապ։ Շատ հաճախ եմ լսում նախադասություններ ճակատագիր գոյություն չունի։ Այդ դեպքում այս արհավիրքների մեջով, որ մենք անցել ենք 20 թվականից այս կողմ, լիքը բաներ տեղի չէին ունենա, մանկահասակ երեխաները չէին հիվանդանա, եթե կարմայական ակցենտներ չկան, այսքան պատերազմներ չէր լինի։ Այսինքն միանշանակ չէ ոչինչ եւ շատ հերքելի է։ Գիտակցված կապի դեպքում ամեն ինչ իր դարակում է, բայց դա այն դեպքում է լինում, երբ որ մարդը ինքնաճանաչման փուլը անցել է։ Հիմնականում ամենաակտիվ հարաբերությունների կետերը դա ճակատագրական եւ կարմայական հարաբերություններն են։ Ճակատագրական կապը այն կապն է, երբ որ մարդիկ միանում են եւ այդ հարաբերությունները ինչքան էլ դժվար անցանելի լինի, երկուսն էլ աճում են եւ այնտեղ չկա բաժանություն, շատ քիչ է լինում այդ դեպքերում։ Բաժանությունները, ինչ որ խնդրահարույց երևույթները, ինչքան էլ լինի, մարդիկ իրար հետ են մնում մի խոսքով։ Այս կարմայական կապերի մեջ հաճախ լինում են բեկումնային շրջաններ, արգելքներ, երևույթներ, որոնք մարդը իր համար միգուցե ինչ որ մի ժամանակ նաեւ հերքել էր եւ ստացվում է, որ ինքը հայտնվեց այդ կետում, որտեղ որ երբեք չէր մտածի, որ կարող է լինել։ Որ նշաններն են հիմնականում տառապում սիրո մեջ։ Շատ էմոցիոնալ նշանները, դրանք օդային եւ ջրային նշաններն են, բայց ավելի շատ ոչ թե տառապում են սիրո մեջ, այլ չսովորած դասերից։ Երբ որ մենք մեր դասը լավ ենք սովորում, հաջորդիվ ոչ թե չենք տառապում կամ տառապում ենք, այլ գիտենք, թե մեզ ինչ է պետք եւ ճիշտ մարդ է գալիս մեր կյանքում, հետ տառապանքը, այդ ծանր բառը արդեն բևեռացրած խնդիր չի, որը որ պետք է լուծել։ Ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր կրկնում են նույն սխալը հարաբերություններում։ Նախ մեկ հարաբերությունը մյուսով չփոխարինել։ Շատ հաճախ մարդիկ փորձում են այդպես բուժվել։ Մի հարաբերությունը չավարտված հաջորդին են անցնում։ Մարդուն եւս մեկ հարաբերություն հաջորդ սկսելու համար, փորձելու համար երջանիկ լինել, եթե էմոցիոնալ կախվածություն է եղել, եթե խորացված կապ է, գոնե 1 տարի է հարկավոր, որպեսզի այդ էներգիան սկսի նահանջել, մարդու գիտակցությունը արթնանա, էմոցիաների տակ չդրսևորվի գործողությունները։ Եվ ամենաառաջինը հարցը տալ ինքդ քեզ, քանի որ պատմությունները իրենց յուրահատկությունով կրկնվում են մեկ նախապայմանով, երբ որ դու չես անցել այդ ուղին, այսինքն գնացել ես մի տեղից, մինչդեռ պետք էր ուղղակի կանգնել եւ սովորել եւ հասկանալ ինչի է սա տեղի ունեցել, միգուցե հենց առաջի դեպքեր, որտեղ պետք էր մնալ, կամ եթե անընդհատ նմանատիպ երևույթներ են ակտիվանում, միգուցե քո զապրոսն է պետք փոխել, միգուցե քո կեսը չի այն տեսակը, որին քո գիտակցությունը փորձում է որսալ։ Այս դեպքում այս բառը բնորոշ է, քանի որ մենք ապրում ենք այդ իրականության մեջ, համատարած որսի։ Շնորհակալ եմ գեղեցիկ պատասխանների համար։ Մենք ունենք բլից հարցեր։ Ես հիմա շատ արագ կընթերցեմ ու էլի ցած մեկ բառով կխնդրեմ, որ պատասխանես Լիլիթ ջան։ Ըստ քեզ, որն է կնոջ առաքելությունը։ Լուիս Բերել, գիտակցության կյանք, լինել շատ երջանիկ, երբ կինը երջանիկ է, իր տանը բոլորը երջանիկ են։ Ինքնդ ձեզ ինչ մոլորակի եք ասոցացնում։ Արևի, քանի որ արևը միշտ խոսում է հոգու լեզվով, ես կարող եմ այստեղ միգուցե ինքնագովեստ հնչի, բայց մի քանի էմոցիա իմ ներսում փորձել եմ ճնշել, սովորել եմ դա անել շատ դժվարությամբ եւ ստացվել է։ Հոգու լեզուն է արևը։ Ես ինձ շատ համեմատում եմ արևի հետ, եթե այդպես ձեր հարցին եմ պատասխանում, եւ բացի այդ էլ արևը իմ մոլորակն է։
Ես ձեր հետ համաձայն եմ, որովհետև ինչ եկել եք ստուդիա, մի տեսակ արև է բացվել, բացի դրանից էլ, ի սկզբանե ասում եք, որ մարդ պետք է իրան սիրի, իսկ ձեր սերը միանգամից հենց երևաց արևի միջոցով։ Ուրեմն առավոտյան ծես, առանց որի չեք պատկերացնում առավոտը։ Լռություն եւ լռություն ջուր, շնորհակալություն։ Լռության մեջ շնորհակալություն եւ պարտադիր ես իմ օրը սկսում եմ 1 բաժակ ջրով։ Ձեր կյանքի կարգախոսը։ Եթե ուզում ես փոխես աշխարհը, սկսիր քեզանից։ Բարի։ Ես սիրում եմ կյանքը, որովհետեւ Ես սիրում եմ կյանքը, որովհետեւ ամեն օրը ինձ հնարավորություն է տալիս լինել ավելի լավը։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան հյուրընկալության համար, որովհետեւ իսկապես արև բացվեց ստուդիայում եւ այն որ գերագույն հաճույք ստացա ձեր պատասխաններից։ Ես եմ շնորհակալ Իզաբելլա։ Առաքելությամբ կինը հաղորդաշարի հյուրը Լիլիթ Ալեքսանյանն էր։